տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակում, նոր ենթակառուցվածքներ եւ տնտեսական ակտիվություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջադրած խաղաղության խաչմերուկ նախագիծը պարզապես տեսական հայեցակարգ չէ, այլ կոնկրետ ճանապարհներ ու մեծ հեռանկարներ։ Դրա առանցքային զարկերակը հյուսիսարավ ավտոմայրուղին արդեն այսօր փոխում է տեղական բիզնեսի տեմպն ու մարդկանց կյանքի որակը։ Հենց մեր կանգնած տեղում Մարալի քաղաքը գտնվում է հյուսիս-հարավ ճանապարհի Բաթումի, Մեղրի հատվածի ուղիղ մեջտեղ։ Պատկերացնում եք շարժը ոնց է լավանալու, երբ որ ճանապարհը լրիվ սկսեց շահագործվել։ Բաբկեն Մակարյանը Երևան-Գյումրի միջպետական ճանապարհահատվածին գործող Արագ սննդի կետի տնօրենն է։ Ասում է, իրենց մոտ միշտ թարմ հաց կգտնես, տեղում են թխում։ Ճանապարհից հաճախ օգտվողները գիտեն, հացատունը ցանկալի կանգառ է։ Մի կտոր թարմ հաց, սառը ջուր եւ կարելի է ճանապարհը շարունակել։ Կանգառը շուտով սակայն հաճախորդներին այլ կերպ է դիմավորելու։ Շուրջ 1 տասնամյակի պատմություն ունեցող հասցեն այսօր արդեն բիզնեսի նոր տեսլական ունի։ Ունենալու ենք կաֆե, ունենալու ենք մանգալ, խորովածի տարբեր ասորտի տեսականներով, ունենալու ենք բար, ունենալու ենք սուպերմարկետ։ Ըստ նախատեսվածի երևի մինչև աշուն 30-40 աշխատատեղ միանշանակ կավելանա, ընդ որում էս ինչ որ տեսնում եք նորակառույցին մի հարգե ներքևն է։ Ամբողջ արտադրամասը իջնելու է ներքև, վերևը եղնելու է սուպերմարկետ, բար, ու ույուտ շատ հաճելի միջավայր է անելու։ Գործարարի խոսքով իրենց բիզնես պլանը թղթից գործ է դարձել այն ժամանակ, երբ իրենց աչքով են տեսել նոր ճանապարհների կառուցումը, երբ տարիներ տևած սպասումից հետո հյուսիս-հարավ մայրուղու Շիրակյան հատվածները սկսել են ամբողջական տեսք ստանալ, տնտեսական էֆեկտն իրեն երկար սպասեցնել չի տվել։ Ավելացել է մեքենաների հոսքը, հետևաբար ավելացել է նաև այցելուների թիվը։ Սա միայն հարմարավետ ասֆալտ չէ, սա արագություն է, անվտանգություն եւ որ ամենակարևորն է, ֆինանսական նոր եկամտի աղբյուր։ Ասում են ճանապարհն իր գործն արել է, հերթն իրենցն է։ Արդեն մեզնից կախված, որ ընդլայնենք եւ արտադրանքի քանակը եւ տեսականին եւ որակի առումով, որովհետեւ մարդկանց կարողանան կանչենք։ Այս բիզնեսի ակտիվությունը միայն մեծ շղթայի մի օղակն է։ Մարզային իշխանությունները խնդրին նայում են ավելի գլոբալ պատուհանից։ Շիրակի մարզպետի խոսքով հյուսիս-հարավը այն երկար սպասված նախագիծն է, որը կապում է մարզի տնտեսական բոլոր թելերը՝ բեռնափոխադրումներից մինչև օդային տրանսպորտ։ 15 կվարտալից մինչև Գյումրի կարելի է մոտ 1 ժամում հասնել ու ամենակարևորը անվտանգ հասնել այդ ճանապարհով։ Բեռների փոխադրումը բնականաբար շատ ավելի կարճ ժամանակահատված է տևում ու հյուսիս-հարավը ոչ միայն քաղաքացիների հարմար տեղաշարժն է ապահովում, այլ նաև օրինակ Շիրակ օդանավակայանի աշխատանքն է ապահովում, որովհետև Շիրակ օդանավակայանը երկրորդ օդանավակայանն է, որը արդեն եվրոպական ուղղությունով թռիչքներ ունի, Ռուսաստանի մասին բնականաբար չեմ ասի, որ կան ուղղություններ, իսկ այդ ամեն ինչը խթանող ու ավելի շատացնող թռիչքները, զբոսաշրջությունը ավելի զարգացնող հանգամանքներից մեկը նաև հյուսիս-հարավն է։ Ըստ մարզպետի ճանապարհի գործարկումից հետո աճել է նաև զբոսաշրջիկների թիվը։ Պարզվում է, նախկինում մարզը դուրս է մնացել զբոսաշրջային քարտեզից, որովհետև այնտեղ բերող ուղին վանող է եղել։ Հյուսիս-հարավը մեր Գյումրու զբոսաշրջային հոսքն էլ է ապահովում շատ, որտեղ նախկինում զբոսաշրջային ընկերությունները ճանապարհից ու երկարությունից դուրս գալով շատ զբոսաշրջիկների չէին բերում Գյումրի, չէին ներառում Գյումրին որպես զբոսաշրջային լոկացիա։ Հիմա արդեն ճանապարհի խնդիրը չունեն եւ հյուսիս-հարավը խթանում է զբոսաշրջության զարգացմանը Գյումրիում ու Շիրակի մարզում։ Մարզպետի խոսքով խաղաղության խաչմերուկը սկսվում է հենց այսպիսի հստակ ու չափելի քայլերից։ Խնայված ժամանակ, տասնյակ նոր աշխատատեղեր, հազարավոր նոր զբոսաշրջիկներ եւ աշխուժացող տնտեսություն։ Եվ սա դեռ միայն սկիզբն է։